Ես մինչև հիմա էլ մնում եմ ընդդիմադիր հայացքներով մարդ։ Ես այդ ժամանակ չէի պատկերացնում, որ ինչ է տեղի ունենում քաղաքական առումով։ Ռուսը լավ խոսք ունի, ասում է, что-то пошло не так։ Ես շատ կուզեմ, որ իրենք բարի շեն, ու ինձ համար շատ ցավալի Արցախի կորուստը։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, ազգի ձայն կուսակցության հիմնադիր նախագահ Մհեր Մեսրոպյանին կամ ինչպես հանրությանը առավել շատ է հայտնի Մհեր Արմենիային։ Պարոն Մեսրոպյան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում, ուրախ ենք, որ այսօր այստեղ եք եւ մինչեւ մեր հիմնական հարցերին անցնելը կխնդրեմ ասեք ինչպես եք, ինչ հույսերով, ինչ ակնկալիքներով դիմավորեցիք 2026 թվականը ամանորը, խնդրեմ։ Ողջունում եմ, շնորհակալություն հրավերքի համար։ Լավ եմ, լավ դիմավորեցի աշխատանքային բեմում, ինչպես միշտ կատարելով իմ միշտ ասում եմ պարտքս, նվիրեցի իմ կատարումներով իմ ժողովրդիս, որովհետև անկախ քաղաքական պրոցեսներից ես մնում եմ իմ հիմնական աշխատանքին, որը որ իհարկե բեմն է, արվեստն է եւ մշակույթը։ Դուք այն մշակութային գործիչներից եք, որ քաղաքական դաշտին կարծես թե հեռվից չեք դիտել եւ այդպես կոմֆորտ զոնայից ձեռքերը ծալած հեռվից չեք դիտել։ Նախկինում եթե հանդես եք եկել ընդդիմադիր կեցվածքով, այսօր կարծես թե որոշակի փոփոխություն եք նկատում եւ առավել շատ աջակցում եք գործող իշխանությանը։ Ձեր դիտարկմամբ արդյոք մշակութային գործիչը իրավունք ունի քաղաքական դիրքորոշում ունենալու թե ոչ եւ եթե ոչ ինչու, եթե այո, ապա այսօր ինչ քաղաքական դիրքորոշում ունեք դուք։ Իմ կարծիքով յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ու հայտնել իր քաղաքական դիրքորոշումը, քանզի բոլոր քաղաքական պրոցեսներից կախված է յուրաքանչյուրիս կյանքը։ Ինչ դիրքորոշում Ես մինչև հիմա էլ մնում եմ ընդդիմադիր հայացքներով մարդ եւ ընդդիմադիր դաշտում եմ, անկախ նրանից, որ ողջունում եմ իշխանության գործունեությունը, որովհետեւ այս 5 տարիների ընթացքում կարծես թե որպես մշակութային գործիչ, որպես հանրային մարդ, ինձնից ոչ մեկ շատ իշխանությանը քննադատող չլինի կամ իշխանության հրաժարականը պահանջող չլինի։ Պարզապես կարող եմ ասել, որ հայացքների փոփոխություն է ինձ մոտ տեղի ունեցել եւ ես ավելի սկսել եմ ոչ թե սուբյեկտիվ քննադատել, այլ օբյեկտիվ տեսնել իրավիճակը, թե ինչ է կատարվում։ Հիմա այն ժամանակ, երբ որ ես շուրնուխից քայլում եմ ոտքով, հացադուլ եմ անում, այդ ժամանակը այլ իրավիճակ է երկրում։ Հիմա ես տեսնում եմ, որ գործող քաղաքական ուժը, իշխանությունը վարչապետի գլխավորությամբ օրակարգ է բերվել խաղաղությունը, որը միանշանակ ողջունելի է։ Խաղաղություն, որը մեզ յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է, որովհետև ոչ մեկ չի ուզում այլևս պատերազմ, ոչ մեկ չի ուզում զոհվել, այդքան մենք կորցրեցինք երեխաներ, տղաներ, զինվորներ, հերոսներ, ունեցանք շատ կորուստներ, թե մարդկային, թե տարածքային եւ բոլորս էլ ուզում ենք խաղաղության մեջ ապրենք, որպեսզի կարողանանք եւ աշխատենք եւ ստեղծագործենք։ Ես ողջունում եմ վարչապետի այդ օրակարգը խաղաղության եւ կարծում եմ, որ ողջամիտ քաղաքական թե գործիչները թե հանրային մարդիկ պետք է դա ողջունեն։ Անկախ նախկինում եղած ուրեմն տարաձայնություններից, սխալներից, տարբեր իրավիճակներից, եթե կա խաղաղության օրակարգ, դա միանշանակ ողջունելի է։ Ընդդիմադիրները եւս ողջունում են, բայց ասում են արժանապատիվ խաղաղություն է մեզ պետք եւ նաեւ այստեղ կխնդրեմ, տեսեք, դիտարկումները ձեր ներկայացնեք։ Մենք խաղաղություն ենք ուզում հաստատել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, բայց մեր երկրի ներսում այնքան էլ մենք մեր ներսում խաղաղ չենք եւ եկեղեցի պետություն հարաբերություններին էլ կցանկանամ անդրադառնալ, որովհետեւ 2 թե 3 անգամ դուք մասնակցեցիք պատարակների Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ զեղչվեց ամենայն հայոց կաթողիկոս վեհափար հայրապետի անունը։ Ինչ եք կարծում, առաջինը եկեղեցին միջամտեց քաղաքական գործընթացներին, թե ճիշտ հակառակը պետությունը խառնվեց եկեղեցու գործերին։ Շատ ճիշտ հարց տվեցիք, կարող եմ այսպես ձևակերպել, պատասխանս։
Խաղաղությունը դա օրակարգն է, որ պետք է լինի թե արտաքին, հա, թե ներսում, ինչ հրաբերվում է երկրի ներսում իրավիճակը պետություն եկեղեցի հարաբերություններում։ Ես ինքս մասնակցել եմ Բագրատ Սրբազանի այդ Սրբազան պայքարին։ Ամսինին եմ գնացել, ընկերներին հորդորել եմ, բոլորին եւ այլն։ Ես այդ ժամանակ չի պատկերացնում, որ ինչ է տեղի ունենում քաղաքական առումով։ Կարծես թե բոլորիս կողմից պորտկում էր, ուզում էինք փոփոխություն, բայց երբ որ Բագրատ Սրբազանը եկավ հասավ հրապարակ, մինչև այդ ինքը Բագրատ Սրբազանն էր եւ հետո հայտարարեց, որ ինքը վարչապետի տեխնացու է, այստեղ արդեն ոնց որ գնաց այն ռուսը լավ խոսք ունի, ասում что-то пошло не так։ Այստեղ փոխվեց իրավիճակը, որովհետև ոչ մեկ չէր պատկերացնում, որ Բագրատ Սրբազանը կհայտարարի իրեն վարչապետի տեխնացու։ Եթե ինքը ղեկավարում էր շարժումը, կարծես թե օքեյ էր, բայց հետո որ հայտարարեց վարչապետի տեխնացու, դա արդեն փոխեց իրավիճակը։ Առաջինը, երկրորդը, բոլորի կողմից այդ ժամանակ ովքեր այնտեղ են, անհասկանալի զայրույթ առաջացավ, երբ որ այդ նույն մարդը Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ գնացեք տուն, մենք ձեզ կասենք երբ կգաք, 70,000 մարդ էր հավաքվել եւ հետո ինքը մյուս օրը գնաց ուսանողներին ասեց եկեք դասադուլ անենք։ Այդտեղից սկսվեց հիասթափությունը եւ ես հասկացա, որ չէ, սա այն չի, ինչի համար մենք դուրս ենք եկել։ Եթե օրինակ ինքը ղեկավար է շարժումը, բայց ասել ես չեմ վարչապետի տեխնացու, ժողովուրդ ջան, դուք կորոշեք, դա ուրիշ ձև կգնա։ Այդտեղից սկսվեց։ Հետո իրեն որ հարց էին տալի լրագրողները, ձեր գոլեգաները ինչ էր ասում են, որ վեհապարը ողջունում է այս շարժումը, այսինքն վեհապարը եկեղեցին, վեհապարի գլխավորությամբ ողջունում է քաղաքական process-ներին։ Հիմա որտեղից սկսվեց կոնֆլիկտը, ես կարծում եմ ըստ իս այդտեղից սկսվեց այդ կոնֆլիկտը, որը բերեց հետո այս process-ներին։ Իմ կոչը, եւ ես շատ եմ ուզում, որպեսզի այս կոնֆլիկտը պետություն, եկեղեցի, պետության ղեկավարի, եկեղեցու ղեկավարի մեջ հարթվի գնա, որովհետև մեր ներսում է սա խնդիրը եւ մեզ հարիր չի, ոչ մի դեպքում սա լավ բան չի։ Ես շատ կուզեմ, որ իրենք բարիշեն, այս հարցը դրվի մի կողմ, չգիտեմ, սրբազանները անցնեն իրենց գործին, դուրս գան բանտերից, լավը, դրականը լինի, բանը լինի, բոլորը գնան իրենց գործին, այսպես ասած, հա։ Ու այս դեպքում ես կարծում եմ կոնֆլիկտը այդտեղից է սկսել։ Ես կուզեմ, որովհետև բազմիցս վարչապետը հայտարարել է իր ասուլիսների ժամանակ բրիֆինգի, որ ինքը անկախ ամենից պատրաստ է վեհապարին ընդունել։ Բայց ներողություն, այստեղ հիշեցի Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցիները չուլանացված են, որը ավելի սրեց իրավիճակը եւ վեհապար հայրապետի ամանորյա ուղերձը չհրապարակվեց հանրայինի եթերում։ Դրանք հետևանքներն են արդեն այդ հայտարարությունները, ուղերձը, դրանք կոնֆլիկտի։ Բայց մեր եկեղեցիները չուլանացված էին։ Չէ, ես չեմ կարծում իհարկե, որտեղ կան տեղեր, որ կարող է ինչ-որ մի բան լինի, բայց ես չեմ կարծում, որ դա համատարած է։ Այստեղ կոնֆլիկտի հետևանքներն են այդ ամեն ինչ որ դուք նշում եք։ Հիմա եկել է ժամանակը, ոչ թե մենք փորփրեցինք, թե ինչ ոնց, որտեղ այլ հիմա ժամանակն է, որպեսզի այս հարցը լուծվի։ Ես նորից եմ կրկնում, ինձ համար վարչապետը վարչապետ է, վեհապարը վեհապար է։ Ես չեմ մտնում այդ դաշտ, չեմ պահանջում ինչ-որ բաներ։ Ես ուզում եմ, որ իմ ուզածը որպես հայ, որպես քրիստոնյա, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որ այս հարցը լուծվի, որովհետև մենք այլ երկիր այլ խնդիրներ ունի, մենք պետք է տնտեսությունը ավելի շատ զարգանա, դրան կողմնակից լինենք։ Վերջը հանգիստ ապրենք։ Ես ձեզ ասեմ անկեղծ, որ իմ շրջապատում, անկախ տարբեր քաղաքական հայացքներից, թե ընդդիմադիր, թե իշխանական, բոլորն էլ ուզում են այս հարցը լուծվի, սա մեզ հարիր չի, որպես հայի։ Դուք օրեր առաջ էլ կոչ եք արել վեհապարին երկխոսության գնալ Նիկոլ Փաշինյանի հետ, կխնդրեմ ասեք երկխոսությունը ինչ խնդիրներ կարող է լուծել եւ արդյոք այս ճգնաժամը հնարավոր կլինի ընդհատել, լուծել այդ երկխոսությամբ, գուցե այն ավելի կխորացնի։ Ես չեմ կարծում, ես կարծում եմ, որ գիտեք, յուրաքանչյուր կոնֆլիկտ, երբ որ մարդիկ կոնֆլիկտի մեջ են, հանդիպում են, խոսում են, ինչ լեզուն, ինչի համար է խոսալը, բանակցելը, ինչի համար է, որ խոսան, հասկանան իրար։ Ես կարծում եմ, որ եթե հանդիպեն վարչապետն ու վեհապարը,
կոնֆլիկտը կլուծվի եւ կհարթվի կգնա։ Ես տենց եմ մտածում, ես հավատում եմ դրան։ Մի կողմից զրպարտում են անընդհատ, մյուս կողմն էլ լռում է, չի արձագանքում։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, նա մեր կաթողիկոսը չէ, նա խախտել է իր ուխտը, նա Կտրիչ Ներսիսյանը անգամ Գարեգին երկրորդ չի ասում։ Այս պարագայում այդ երկխոսությունը ինչպես պատկերացնել։ Կոնֆլիկտները միշտ էլ ունենում են։ Իսկ մյուս մասն էլ հայրապետական, հայրաբար ներում է իր որդուն, իր զավակին։ Այս երկխոսությունը դուք ինչպես եք պատկերացնում։ Ես պատկերացնում եմ, որ եթե նրանք հանդիպեն, որտեղ մինչ օրս հանդիպում չի եղել, չէ՞ որ նախկինում իրենք հանդիպել են բազմիցս, վարչապետը մասնակցել է պատարագին, որտեղ վեհապարը պատարագ հանցկացնում է։ Ես կարծում եմ, որ իրանք կլուծեն այդ հարցը։ Դնենք անկախ մի կողմ մարդ արարած ենք, բոլորս էլ այսպես ասած ժողովրդական լեզվով մսից արունից ենք, ոչ մեկս բան չենք էլի, ոնց ասած կատարյալ մարդ արարած ենք, մեղքեր էլ ունենք, սխալներ էլ ունենք, լուծվի հարցը, որովհետև երկրի ղեկավարն է, եկեղեցու ղեկավարն է, որ իրանք իրար հետ հանդիպեն, ես վստահ եմ, հավատում եմ, շատ եմ ցանկանում, շատ եմ ուզում, հորդորում եմ, որպեսզի վեհապարը մեծահոգի լինելով, հա, որպես եկեղեցու ղեկավար հանդիպի վարչապետի հետ, նստեն, խոսեն, այս հարցը փակվի գնա, մեզ հարիր չի։ Այս ընթացքում առանձնազրույց ունեցել եք Նիկոլ Փաշինյանի հետ։ Չեմ ունեցել առանձնազրույց, բայց շատ կուզենայի, որ նաև նույնպես հորդորեի, որպեսզի կոնֆլիկտը լուծվի։ Սակայն ես տեսել եմ իր հայտարարությունները վարչապետին, նա միշտ ասել է, գախ ամեն ինչից ես պատրաստ եմ հանդիպեմ, հա, վեհապարի հետ։ Դրա համար լավ կլինի, էլի եմ կոչ եմ անում, ուղղակի այս հարցը լուծվի, վարչապետ վեհապար հանդիպումը տեղի ունենա, հարցը լուծվի, մեզ հարիր չի, շատ եմ կրկնում միգուցե, փակվի այս թեման գնա, սա ամոթ է, մեր ազգին հարիր չի։ Ձեր խոսքում նշեցիք, որ ողջունում եք խաղաղության այս օրակարգը, որ Հայաստանի գործող իշխանությունները ցանկանում են խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ես ակամայից հիշեցի ձեր փայլուն երգերից մեկը, հիասքանչ երգերից մեկը, Ադանան, որը նույնքան հիասքանչ կատարում եք եւ դուք եւ պարոն Սևակ Ամրոյանը եւ այնքան սրտառուչ է ձեր բառերը, այնքան սիրտ մորմոքող, ես փորձեմ հիշել բառերը, հայատյաց թուրքը արնոտ աչքերով ջնջել էր ուզում հային իսպար, ցասկոտ, մոլեգին, այս կերպ եք ակնութագրում Թուրքին։ Հիմա դուք ձեր լսարանը, հանրության մի մասը կասկածի տակ է դրել, արդյոք անկեղծ էին ձեր բառերը, արդյոք դերասանական վարպետությունը եղել ձեր կողմից, կեղծ էին եղել ձեր այդ բառերը, դուք ինչ զգացողություններ եք ունեցել եւ կցանկանամ շարունակությունը դուք մեկնաբանել, թեն կեղծ էին, թե ոչ դուք մեկնաբանեք։ Ոչ, միանշանակ ոչ, դա եղել է անկեղծ, դա իմ կատարումներն են Սևակ Ամրոյանի հետ։ Ինչ եմ ես ուզում ասեմ։ Տեսեք, ոչ մեկ չի մոռացել, օրինակ ես չեմ մոռացել ցեղասպանությունը։ Ես շատ կուզենայի, որ հա գործող իշխանությունը, ես տենց կուզենայի, բայց քանի որ ես չեմ իշխանություն, իրանք են իշխանություն, այլ գիծ են տանում։ Ես կուզենայի, որ Թուրքիան ընդուներ, որտեղ ամբողջ աշխարհը ընդունել է, որ եղել է ցեղասպանություն։ Դա էլ ընդուներ, հա, ասենք, որ այո, եղել է ցեղասպանություն, այդ էջը փակեինք ու լիովին խաղաղություն լիներ։ Հիմա ես չեմ կարող գործող իշխանության կողմից ասեմ, ինչի իրանք չեն պահանջում, դա խաղաղությունը բոլորի համար է շատ լավ։ Ասածս նա է, որ ես կուզենամ ու մինչև հիմա էլ, հա, կուզեմ, որ իրանք Թուրքիան ընդունի ցեղասպանությունը, որտեղ անհերքելի է դա։ Եվ այդ երկի մեջ էլ ասում, ոչ մեկ չի մոռացել այդ ցեղասպանությունը։ Ես կուզենայի խաղաղությունը լիներ լիովին, երբ որ մեր բոլոր գերիները վերադառնային։ Շատ ուրախ եմ, որ իշխանությունը ջանք չի խնայում այս գերիներին 4 մարդուն վերադարձրեցին։ Ես կուզենայի մեր Արցախի ղեկավարություններ վերադառնան, որովհետև մեր հայերն են, մեզ հաճելի չի։
օրակարգը խաղաղության ընդունելի է, թե օրակարգի մեջ ինչպիսի գծեր կարող են առաջ բերվել, դա արդեն գործող իշխանությունը գիտի։ Եթե օրինակ պատկերացնենք, հա, մենք լինեինք ընդդիմություն, որպես ընդդիմություն իշխանություն, ապա մենք ուրիշ ձև այդ խաղաղության օրակարգը կհաստատենք, բայց հասկացնելով, որ մեր հանրությունը դեռ հələ վերքեր ունի։ Ինչքան էլ մենք ասենք, որ խաղաղություն մեր հարևան երկրների հետ, որոնց հետ ունեցել ենք այդ պատերազմական իրավիճակ, այնտեղ ցեղասպանություն, ժողովրդի մեջ դա չի անցել։ Ինչքան էլ իշխանությունը փորձի դա ոնց որ հա շրջանցել, բայց դա չի անցել ժողովուրդը։ Բայց հավատում եք, որ Թուրքիան, Ադրբեջանը իրենց արյունոտ ձեռագիրը կփոխեն, կջնջեն իսպար, որովհետև դեռ երեք Արցախում անգամ անչափահաս երեխաներին, ես ինքս Արցախից եմ, երբ շատ լավ գիտեմ Սառնախբյուրում ինչ տեղի ունեցավ 2023 թվականին 4-5 տարեկան անչափահաս երեխաներին ներողություն եմ խնդրում, բայց մորթել են։ Այս արյունոտ ձեռագիրը հնարավոր է ջնջել։ Նրանք կարող են դա անել։ Ես կարծում եմ, եթե նրանք ուզում են նույնպես խաղաղության են ձգտում մեզ հետ, այդ իրավիճակները, որը որ տեղի են ունեցել, դրանք նույնպես անմոռանալի են։ Շատ ասացվածներ կա, թուրքը չի փոխվի, թուրքը մնում է թուրք, այդ ամեն ինչը կա։ Ես ուզում եմ, որ տենց լինի, որովհետև տեսեք, եթե օրինակ Թուրքիան ասել, մենք ընդունում ենք լավ ցեղասպանությունը, այո, եղել է ներողություն, հայ ազգ, ժողովուրդ, մենք վերջապես ամբողջ աշխարհը ընդունեց, մենք էլ ենք ընդունում, հա։ Ինչ լավ կլիներ, արդեն լրիվին խաղաղության գիծը կտարվեր։ Եթե օրինակ Արցախի մեր այս իրավիճակը, որը տեղի ունեցավ, այդ մեր գերիները, Արցախի ղեկավարությունը վերադառնային, խաղաղությունը լիովին տեղի կունենար։ Բայց անկախ ամեն ինչից մենք էլի պետք է ձգտենք, մենք ցույց ենք տալիս մեր քրիստոնեական դիրքը, որ մենք խաղաղության կողմնակից ենք։ Հիմա առաջ Աստված թող բարի լինի, թող Աստծո կամքը լինի, որովհետև հաստատ պատերազմ մենք ոչ մեկը չենք ուզում։ Իսկ հաշտ եք այն մտքի հետ, որ կարծես թե մենք խաղաղությունը ձեռք բերեցինք կամ ձեռք ենք բերում, ձեռք բերելու ճանապարհին ենք Արցախի կորստով։ Ինձ համար շատ ցավալի Արցախի կորուստը։ Բազմիցս ես այս արմատներով սյունեցի եմ, կապ չունի, բայց Արցախի հետ եմ ես, ինձ Արցախի մարդ եմ համարում, որտեղ այնքան որ Արցախում ես եմ եղել ու ներկայացել եմ, իմ առաջին մենահամերգը 2006 թվականին եղել է Արցախում, ես շատ լավ եմ դա հիշում, իմ համար կորուստը Արցախի շատ վատ է, ինչպես նաև մեր ինչ որ մեր հետ տեղի ունեցավ, դա չի մոռացում, բայց մենք ոնց ենք գնալու, օրինակ շատ արցախցիներ ուզում են վերադառնալ, հա, Ստեփանակերտ, Արցախ վերադառնալ, ոնց ենք դա անելու։ Արցախցիներ կան, որ ասում են մենք կյանքում չենք վերադառնա, Ադրբեջանի հետ չենք լինի նրանց տակ, դա էլ եմ հասկանում։ Արցախցիներ կան, որ ասում են ոչինչ, մենք կգնանք, մենակ թե լինենք մեր Արցախում։ Հիմա սա շատ մեծ գլոբալ հարց է, հարգելի Նանիկ ջան, որ մենք կարող ենք ժամերով քննարկել։ Ես կողմ եմ յուրաքանչյուր խաղաղությանը։ Իդեպ ասեմ, ոչ մեկ չի մոռացել մեր հերոսներին, մեր տղաներին, որոնք այդ արյունը թափվել են, բայց ըստ իս, արդյոք մեր տղաները, որ այդ արյունը թափել են այդքան, կուզեն, որ նորից արյուն թափվի։ Չէ՞ որ հերիք է իրանց արյունը։ Միգուցե դա հենց խաղաղության այդ ծանր գինն է, որ նրանք իրանց արյունը թափել են, որ այս վերջապես խաղաղություն կա, որովհետև նույն այս զոհված մեր տղաների իրանք չէին ուզենա, որ իրանց նույն աղբերը նորից կամ մեկը մահանար։ Այս ցավը շատ է, մեր վերքերներն են շատ, ոչ մեկ չի մոռացել։ Ինձ հիմա ասում են, դուք գնացել եք վարչապետին եք ողջունում եւ այլն, հա, այդ օրակարգը խաղաղության, բա մոռացանք մեր հերոսներին։ Ոչ մեկ չի մոռացել, ժողովուրդ ջան։ Ոչ մեկ չի պատկերացնում, թե մենք կարանք մոռանանք ցավը, որը որ մենք ունեցել ենք, բայց գինը շատ ծանր է, կորուստները շատ ծանր է։ Հիմա ես որ տեսնում եմ այնտեղ իրանք օրինակ չգիտեմ, ուղղամ են երգում, իսկ ես այնտեղ Հայաստան եմ երգել, Արցախ եմ երգել, ցավ եմ ապրում, այնպես չի որ, պարզապես ես ուզում եմ, որ լինի խաղաղություն, թե ներսում, թե դրսում, վերջո կյանքը մի հատ է, մի անգամ ենք ապրում։ Անշուշտ Հայաստանի ներկա իրավիճակը ձեր ստեղծագործական կյանքի աշխարհի վրա ազդեցություն է թողնում, կխնդրեմ նշեք, թե այսօրվա Հայաստանը ինչ զգացողություններով, ինչ ապրումներով եք նկարագրում դուք, ինչ բառերով է այն ձեր երգերում, ստեղծագործական կյանքում արտացոլվում։ Հայաստան, մոռացիր այն ցավը, որ գնաց, հավատա լոքսերը,
հա, թող Աստված օրհնի որդոց հայոց։ Այդ երկի բառերը կարծես թե ոնց որ պրորոչեսկի լինեն, իրանք միշտ ակտուալ են։ Մենք պարտավոր ենք գնանք առաջ դեպի խաղաղություն, ապրենք, ստեղծագործենք։ Մենք չենք ուզում պատերազմ։ Թող Աստված օրհնի որդոց հայոց, ովքեր որ իրենց կյանքն են նվիրել, ովքեր հենց հիմա ծառայում են, մեր բանակը, մեր զինվորները։ Ես տենց եմ պատկերացնում, ցավը շատ վատ է, աննկարագրելի է, չի մոռացվել, 5 տարի անց է։ Եթե 100 տարի անց է մենք չենք մոռացել գենոցիդը, հաստատ 5 տարվա մեջ չենք կարա մոռանանք մեր ցավը, որը ունեցանք Արցախի հետ կորուստները։ Ես պարզապես ուզում եմ, որ ժողովուրդը խաղաղության մեջ ապրի։ Սա է իմ նպատակը։ Վերջում նաև կխնդրեմ ասեք, թե 2026 թվականին ինչ նախագծերով սպասենք ձեզ։ Ես շատ եմ ուզում ներկայանալ մենահամերգով, ավելի նախընտրում եմ մենահամերգ մշակութային գործունեությունը ծավալեմ, քան թե քաղաքական, որովհետև ինձ համարում եմ առաջինը մշակութային գործիչ, անկախ որ ղեկավարում եմ կուսակցություն։ Ես ուզում եմ մենահամերգով ներկայանալ, հրավիրեմ այդտեղ բոլոր մարդկանց, ովքեր որ իմ ստեղծագործությունները գնահատում են, երգեմ ժողովրդիս համար, երկերով ուժ տամ, հրավիրեն զինվորներին մեր, այն վիրավորված զինվորներին, որոնք որ հաշմանդամ են, մեր արցախցիներին, իմ արցախի ընկերներին։ Մի խոսքով ուզում եմ, որ լավ լինի 26 թվականը, լավ լինի բոլորիս համար։ Կրկին շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, ազգի ձայն կուսակցության հիմնադիր նախագահ Մհեր Մեսրոպյանն էր։